Ես ձեզ ուզում եմ մի գաղտնիք ասել։ Ձեր 90%-ը 2026 թվականի խորհրդարանական ընտրություններում քվեարկելու է մեր օգտի։ Պաշտոնյաները հրաժարվում են պատասխանել իրենց առնչվող հարցերին, փոխարենը թիրախավորելով հարց հնչեցնող լրագրողներին։ Մենք ահազանգ ենք հնչեցնում առ այն, որ Հայաստանում լրագրությամբ զբաղվելը անհնար է դառնում եւ պետք է քայլեր ձեռնարկվել։ Մարտի 27-ին քաղաքացիական պայմանագիր կուսակցության ընտրացուցակի առաջին 30 համարի ընտրության օրը կուսակցության գրասենյակի տարածքում Արմլուրը եւ 3 լրագրողներ մոտեցան ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի մորը, ՔՊ կենտրոնի կառույցի անդամ ՔՊ պատվիրակ Մարինա Հովհաննիսյանին, ում ուղեկցում էր մյուս որդին Կարլեն Սիմոնյանը։ Պատճառն այն էր, որ դեռ 2022 թվականին քաղաքական երթի մասնակցող քաղաքացիների վրա թեքել էր տիկին Մարինան, հետո միջնամատ ցույց տվել։ Երբ լրագրողը հետաքրքրվեց տիկին Մարինայից, թե ինչ էր նշանակում այդ մատը, ում էր ուղղված այդ ժեստը, ազգային ժողովի նախագահի մայրը վիրավորեց լրագրողին, թե մորդ նկարն է, իսկ եղբայրը Կարլեն Սիմոնյանը պատռեց լուսանկարը։ Տիկին Մարինա ջան, բարև ձեզ, ամենայն հարգանքով ձեր անձի նկատմամբ։ Ներողություն, սա ինչ է։ Բայց ինչ եք ասացի։ Ներողություն եմ խնդրում, սա տիկին Մարինա, դուք եք քաղաքացիներին ցույց տալի։ Շատ կարևոր է տարբերակել, որ լրագրողի հարցը հանրային դարձած վարքագծի մասին է, ոչ թե նրանք ներխուժել են պաշտոնյայի կամ որևէ մեկի մասնավոր կյանք։ Սակայն հետագա արձանագրումներում շեշտը դրվել է ոչ թե լուսանկարում պատկերված ժեստի, այլ լրագրողի վարքի վրա, փորձելով ներկայացնել, թե հարցն ինքնին անթույլատրելի է եղել։ Տեսանյութի տարածումից հետո Ալեն Սիմոնյանը 7 րոպեանոց տեսանյութ տարածեց, թիրախավորելով միայն մեկ մեդիայի, թե հարձակվել են իր մոր վրա։ Ժողովուրդ օրաթերթի Թագուհի Թովմասյանի, Ժողովուրդ օրաթերթի 2 լրագրողը իրանցից մեկը տպել էր մի լուսանկար, պրինտեր արել մի լուսանկար եւ 70 տարեկան մորս փորձում էին ինչ-որ բանով սադրեին եւ ինչ-որ նյութ ստանային, ինչի է այս ամեն ինչը տեղի ունենում, որովհետեւ շատ մեծ մռմուռ եւ կսկիծ կա այդ լրատվամիջոցի ներկայացուցիչների մոտ, որովհետեւ նախ եւ առաջ իրենք զրկվել են ազգային ժողով մուտք գործելու հնարավորությունից։ Նկատենք, որ Ալեն Սիմոնյանի շուրջ սկանդալները մեկօրյա պատմություն չեն, նրա անունը նախկինում ևս կապվել է քաղաքացու նկատմամբ ոչ պատշաճ վարքի հետ։ 2023 թվականի ապրիլին Սիմոնյանը հրապարակավ թքել էր իրեն դավաճան անվանած քաղաքացի Կարեն Մկրտչյանի վրա։ Դավաճանը մամատի ասեց եւ թքեց երեսից։ Այս արարքից հետո, թեև մեծ աղմուկ բարձրացավ, դրվեց ազգային ժողովի նախագահի հեռացման հարցը, բայց Սիմոնյանը անպատիժ մնաց։ 2026 թվականի մարտին էլ նոր խուլիգանական վարք դրսևորվեց։ Ազգային ժողովի նախագահը փողոցում առանց տեսախցիկներից կաշկանդվելու հայհոյեց քաղաքացուն։ Մի րոպե։ Այս կոշտ հայոյախառն խոսակցությունից հետո իրավապահների ուշադրության կենտրոնում հայտնվեց ոչ թե պաշտոնյայի վարքը, այլ նրա հետ հայոյանքներով խոսքի բռնված քաղաքացի Միքայել Մինասյանը ձերբակալվեց, ենթարկվեց վարչական հսկողության։ Այսինքն իշխանության ներկայացուցիչների կամ նրանց մերձավորների վարքը մնում է ստվերում, իսկ հարցը տվող լրագրողը կամ հակադարձող քաղաքացին դառնում է հիմնական թիրախ։ Լրագրողների նկատմամբ ագրեսիվ է նաև Ալեն Սիմոնյանի երաշխավորությամբ Լուսավոր Հայաստանից ՔՊ կուսակցության մտած Հայկ Կոնջորյանը։ Ես համարում եմ, որ այդ մարդիկ լրագրող չեն, ուղղակի լրագրողական բեյջի տակ թաքնված մարտա գլխիկներ են։ Եվ այո, այդ մարդկանց ես ասում եմ, այո, երեք ասել եմ վաքսի վրի մեյմուններ։ Իրանք լրագրող չեն։ Նրան ուղղված հարցերի հիմքը հրապարակված նյութերի շղթան էր, որոնց առնչությամբ Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեն 2 ուղղություններով ստուգողական գործողություններ է կատարում։ Հիշեցնենք, հետքը գրել էր, որ Կոնջորյանն ու կինը Հայփոստի տնօրեն դարձած Շուշան Ալեքսանյանը առինջում առանձնատուն են գնել կառուցապատողի հրապարակային գնացուցակներից էականորեն էժան գնով, որը հնարավորություն է տվել ամուսիններին օգտվել եկամտահարկի արտոնությունից։
Իդեպ նույն հրապարակումներում նշվել էր նաև, որ նույն կառուցապատողից գույք են ձեռք բերել Կոնջորյանի մայրը եւ քույրը։ Բացի այդ, Կոնջորյանի եղբոր Ավետ Կոնջորյանի մասով էլ Ժողովուրդ օրաթերթը բացահայտել էր, որ նա նախկինում 2 անգամ դատապարտված է եղել, նրան տրվել է կասկածելի տեղեկանք հնարավոր խիստ բաժից խուսափելու համար։ Այսինքն հարցը վերաբերվում էր ոչ թե վերացական քաղաքական մեղադրանքի, այլ փոխկապակցված փաստերի, գույքային գործարքի, ընտանիքի կապերի, պաշտոնական առաջխաղացման եւ ենթադրյալ կոռուպցիային։ Իսկ ինչ վարք դրսևորեց Կոնջորյանը։ Նա պատասխանելով 2 հարցի, երբ տեսավ, որ հերթը մեր լրագրողինն է, որը փաստաթղթի տրցակը ձեռքին էր ասուլիսի ներկայացել, փորձում էր խուսափել եւ արագ հեռանալ։ Պարոն Կոնջորյան, հակակոռուպցիոն կոմիտեն զբաղվում է ձեր ընտանիքով, ձեր մայրիկով, ինչպես նաև ձեր եղբոր ու մնացած գործերով։ Կպատմեք, թե ինչպես եք ենթադրյալ կոռուպցիայով բնակարանը ձեռք բերել։ Հայկ Կոնջորյանն ավելի ուշ իր էջում տեսանյութ հրապարակեց թիրախավորելով եւ վիրավորելով մեր լրագրողին։ Գտնվում է նաև հոգեկան անհավասարակշիռ վիճակի մեջ իմ պացիենտն է, համեցեք, ձեզ առողջություն եմ մաղթում, դուք կլավանաք, ես ձեզ խոստանում եմ, որ դուք կառողջանաք, ես ձեզ խոստանում եմ։ Այսպիսով Պաշտոնյան հակադարձում է ոչ թե հարցի բովանդակությանը, այլ հենց լրագրողին, որը հարց է տվել, բայց այս պահվածքից հարցի հանրային կշիռը չի վերանում, ընդհակառակը ավելի է խորացնում կասկածները Կոնջորյանի եւ իր ընտանիքի գործերի ու արած գործարքների վերաբերյալ։ ՔՊ խմբակցության քարտուղար Արտուր Հովհաննիսյանը ի տարբերություն վերը թվարկվածների այդ օրը առավել պատրաստակամ էր պարզաբանելու իրեն առնչվող 0.24 միլիգրամ թմրանյութի թեման, որի բացահայտումը Ժողովուրդ օրաթերթն արել էր տարիներ առաջ։ Պարոն վարչապետ, ես հետաքրքրվում եմ, ինչու դուք չեք հրահանգում այս գործը վերաբացել, թե օրինակ ինչ հանգամանքներում է գործը փակվել 2017 թվականին։ Հանրապետական կուսակցության օրինակ, որ կարգառում Պաշտոնյան է, միջնորդել կամ միգուցե Հայաստանի Հանրապետական կուսակցության իրավապահների զանգարել, որ այս գործը փակեն։ 2017-ից հետո ուրբաթ օրը առաջին անգամ Արտուր Հովհաննիսյանը բովանդակային անդրադարձավ հարցին։ Ահա դուք չեք, խնդրում եմ հենց Այստեղ ես ձեզ հարց եմ տա, ահա ես եմ։ Եվ մի րոպե շարունակում ենք։ Սա արդեն ցույց էր տալիս, որ հարցի բովանդակությունը շատ հստակ է եւ Արտուր Հովհաննիսյանն անցել է թմրանյութի քրեական վարույթով, բայց մեր հարցու պատասխանին հաջորդեց ոչ թե ամբողջական բացատրություն, այլ մեր մեդիայի հրապարակային թիրախավորում։ Բոլոր 3 դեպքերի ընդհանուր կետը ոչ թե հերքել փաստը, պատասխանել հանրային հարցերին, այլ խնդիր դարձնել հարց հնչեցնող լրագրողին։ Եվ այս 3 պաշտոնյաները առաջին անգամ չէ, որ թիրախավորում են մեր խմբագրությունը։ Մենք դիմել ենք ՔՊ էթիկայի հանձնաժողով նաև քննելու այս 3 պաշտոնյաների վարքը, որոնք խմբով հաշվեհարդար տեսան ազգային ժողովում Հայկ Կոնջորյանին հարց տալու համար եւ զրկեցին մեզ հավատարմագրումից եւ ազգային ժողովի մուտքից ընդհանրապես։ Անգամ ԶԼՄ-ների էթիկայի դիտորդ մարմնի հրապարակած փորձագիտական կարծիքում արձանագրվել է, որ ազգային ժողովի падգամավորների եւ լրագրողների միջև ձևավորվել է անառողջ լարված եւ կոնֆլիկտային մթնոլորտ։ Այս միջավայրում հավատարմագրման կարգը գործնականում կիրառվում է ոչ թե որպես կազմակերպական գործիք, այլ որպես որոշ լրատվամիջոցների գործունեությունը սահմանափակելու լծակ։ Նրանք անհրաժեշտ են համարում հավատարմագրում զրկելու որոշումների չեղարկումը, լրագրողների ու падգամավորների միջև մասնագիտական շփումների առողջ միջավայրի ձևավորելու ուղղությամբ իրական միջոցների ձեռնարկումը։ Սակայն արված 2 հայտարարություններն էլ մնացել են անարձագանք։ Ուրբաթ օրը թիրախում հայտնվեց նաև հրապարակը։ Իսկ դուք ձեր ուղեղը ում համար եք աշխատացնում եւ ում վճարում։ Բայց լավ, արդեն դուք արդեն անհետաքրքիր եք, խնդրեմ։ Այս պայմաններում թշնամությունն ու ատելությունը շարունակում են խորանալ եւ այս հրապարակումով մենք ահազանգում ենք, որ Հայաստանում լրագրությամբ զբաղվել նոր-օրի անհնարին է դառնում։ Այս ահազանգին պետք է ականջալուր լինեն ոչ միայն մեդիադաշտի ներկայացուցիչները, այլև լրագրողական կազմակերպությունը եւ Հայաստանի Հանրապետությունում միջազգային կառույցները, որոնք հետաքրքրված են խոսքի ազատության թեմաներով։ Հայաստանում մենք չենք կարողանում լրագրողի իշխանության պայմաններում լրագրող աշխատել։